Սիրելիներս ողջույն, դուրս եմ եկել գործեր ունեի, վերջացրեցի, հիմա գնում եմ տուն, հեսա մի հատ թզի ծառ կա այս կողմը, մոտով անցնում էի, մի հատ այնպես մեծ թուզ կա, որ սենց ուզում ա ասի ինձի պոկի, բայց չգիտեմ հասածա թե չէ, հեսա մի հատ ցույց տամ, նայեք, այս սենց թզի ծառը փոքր, ու վրան մի հատ մեծ թուզ, բայց ոնց որ նայեք, բայց ոնց որ հլը հասած չի, թե չէ կպոկեի, բայց մեծությունը մի հատ նայեք, այս սենց մեծ, բան, Էդ եմ ասում, եթե հասած լիներ ծիրանը, հաստատ պոկելու էի ծառի վրա չէի թողնի թուզը, բայց պասեմ մի քիչ, հենց հասնի գնամ անպայման պոկեմ ուտենք, այս սենց մեծեր է, հիմա արագ գնում եմ, որովհետև թզից էլ ավելի համեղ բան կա տանը, ստեն մեկ ինչ արագ եմ քայլում, ինչի համար, որովհետև հայկական ծիրան ա եկել Հայաստանից, վաճառում են այստեղ հայկական խանութում, այսօր են բերել, Կարեն էլ գնացել ա գնել ա, հիմա անհամբեր սենց գնամ տուն, որ մեր հայկական ծիրանը մի հատ սենց հոտը քաշենք ու վայելեմ, ինքնաթիռով Հայաստանից եկել հասել ա Ստրասբուրգ, հատուկ Ստրասբուրգի հայերի համար, մի խոսքով գնանք տեսնենք ինչ ծիրան ա եկել Հայաստանից, ամենահամեղ միրգը, մեր հայկական ծիրանը։ Դավիթ, բոնժուր, ծիրան կերար, հա, լավներ, վայ ուտեմ ես քեզի, տեսար Հայաստանից ծիրան ա եկել, դու չգնացիր, ծիրան եկավ, ուտեմ այդ ծիրան թուշիկները, մամա, հələ մի հատ նայեք ծիրանները, Էս ինչ սիրուն է, բաց հլս մի հատ նային, մի հատ հլը նայեք մեծությունը, այս մեկը մի քիչ փչացած է, չէ, մեծ, սիրուն, անուշ, հլը մի հատ նայեք, վայ, Հոկտեմբերյանի ծիրանն է, Հոկտեմբերյանի ծիրանն է, բա ասում ես, հլը սրա մեծությունը նայի, այս սենց մեծ, Ես հիշում եմ, որ 11-12 տարեկան էի, գնում էի գյուղ, ծիրան հավաքելու, այն ժամանակ սովետի դպրոցի աշակերտներին տանում էին օգնելու ծիրան հավաքելու, օրը 15 արկղ պետք է հավաքել, եկի նորմալ, 15 Ես չեմ մասնակցել ծիրան հավաքների, Այդ հետ պետք է հավաքվել, ու գնում էին ծիրան հավաքելու, ու այսպես մեծ ծիրաններ կային, Այդ մարդին չեր ասում, երեկ առավոտյան, երեկ չէ առաջին օրը, առավոտը հավաքել են ծիրանները հոկտեմբերյանից, դրել են ինքնաթիռ ու այսօր հասել ա Ստրասբուրգ։ Երեկ ժամը 1-ին հասել ա, ու արդեն ծրել են հավաքներով։ Հա, մեր մոտ առմարկետ խանութից ենք գնել, ցանկացողներդ արագի մեջ գնացեք գնեք, քանի չի վերջացել։ Ոչ վերջացել, չի փչացել։ Փչացել, հա, երկար չի մնա։ Նայեք, էս ինչա, Դավիթ, ծիրան ուտես։ Մի հատ նայեք, մի հատ կծի հելը, մի հատ է կծի։ Ար, մաման ա բերել։ Վաու, համով ա։ Հատ նայեք գույնը։ Էլի, դե բռնի քո ձեռքով, նստի մի հատ, սիրուն ու կեր, մաման է մի հատ արագի մեջ էս ուտի, արդեն սենց նայում եմ ու անհամբերությամբ ուզում եմ իրան կծեմ, մի հատ էլ մաման ա կծում, էս ինչ համունի, բա հոտը,
Ինձ թվում է մինչև երեկո կվերջանա մեր տան ծիրանը։ Այս տարի ոնց հասկացա Հայաստանում էլ ծիրանը ինչ որ թանկ է եղել, քիչ է եղել ծիրանն այս տարի, բայց մենք բախտ ունեցանք, եկավ Չմոռանաք լայքել։ Չմոռանաք լայքել էլի շացնում է։ Բախտ ունեցանք այս տարի եկավ հասավ Ստրասբուրգ նաև ու մենք կարող ենք վայելել այս անուշաբույր միրգը, մեր հայկական ավանդական ծիրանը։ Ընտիրա։ No։ Էս ինչ համով է։ Էս ինչ համով է։ Ջիջին մի ինգեք։ Գնացեք հայկական խանութ գնեք։ Ջան։ Հա բա, Հայաստանից եկել է, որ Դավիթս ուտի։ Բա, մաման էր։ Եկել եմ խոհանոց, պատրաստում ենք երեկոյան ընթրիք։ Ուրեմն, նախորոք պատրաստել էի, դրել էի սարցախցիկը, հիմա հանել եմ, թողել եմ մի քիչ սենց իրանով հետ գա ու դնենք եփենք։ Այսօր աճարական խաչապուրի օր ենք համարում։ Ուտես դա խաչապուրի։ No։ Ինչի նո, Վահեն սիրում է։ Բա դու ինչ ես ուտելու։ Ուրիշ բան չունենք։ Բա փորձի, շատ համով է։ No։ Ինչի նո։ Նո։ Այսօր ես մի կիլո ծիրան եմ կերել։ Այսօր մենք ոչի տեղ չեն գնացել։ Մաման է։ Ինչ մամանա։ Չէր թողել գնանք մի քիչ շարժվենք ու Բողոքի գիծը բացվեց։ ու դու չես թողում մի տեղ գնանք։ Ուր գնաս։ Ուզում եմ գնամ այն խաղաղ տեղը ու այն ինձի ներվանացնում է։ Վայ, բոլորն իրան ներվայնացնում են։ Վայ, ինչ ես ներվայնացնում իրան։ Ջուր մարդուկ։ Կոզինախ Կարենը հայկական խանութից կոզինախ էր բերել, շատ համեղ էր։ Բայց ծիրանը խոսքեր չկան, ինչ համեղ էր։ Մինչև վաղը կվերջանա ծիրանը։ Շատ լավն է։ Passe mi hâte. Genre c'est des villas avec piscine. Genre il y a 5 chambres et tout. Բոլորը սոված են, Avec un grand անհամբեր jardin. սպասում են։ Et c'est pas si souvent. Տենանք, C'est moins cher que quand on est dans le ZAL. Là. մի քիչ գույնը լավ չկարմրեց ոնց որ։ Սենց 2 րոպե դնում ենք ու վերջ։ Բոլորը սոված անհամբեր սպասում են։ Մենք արագ կկարենք կանաչի բանանենք սենց։ Ոնց որ շատ մնաց հա մեջը։ Բերեք ձեր ափսեները։ Փախար։ Փախար։ Աշկետ փակի, նվա։ Mais j'ai parlé là. Տեբաց։ Oh my god. Դեպչիլան Իտալիեն։ Յա, Իտալիա? Արմենիան, ինչ Իտալիան, հայկական ծիրան։ Oh my god. Լպա համը որ տենաս ինչ համով է։ Մամ, ես On ար va manger là. հոտ քաշեմ։ Մտքաշի։ Հայկական խանութ բերել էին։ Մամա միա։ Այսօր 10 կիլո կերել եմ։ Մամա միան, էս բանը 10 հա։ կիլո սու 10 Բայց մի կիլո կերել եմ ժողովուրդ։ Շատ համեղ է։ Այսօրվա վլոգի մեջ մենակ կլսենք ծիրանի պատմությունը ինչքան համեղ է։ Ես կգովաբանեմ ու կգովաբանեմ։ Այսօր էս ծիրանը նվարտու ասեց մամա միա։ Էս ծիրանը մամա միա։ Ох, ես ինչ հով է գալիս։
Մազերիս վիճակը ահա որ է։ Նվարդն ասում է շնորհակալություն, որ բոլորը չկերար, գոնե մի երկու հատ թողեցիր ինձ։ Ես էլ ասում եմ ժամանակին հասար, թե չէ կարողա էլի բոլորը ուտեի չմնար։ Երկու հատ մի կերպ պահել եմ Նվարդի համար։ Իրանն արդեն ուտել։ Դա մեկն է Դավիթն ա ուզում ուտի։ Բա Նվարդը ասում է մերսի, որ պահել ես իմ համար։ Դավիթն էլ ասում է ինչ։ Ինչ ասեց։ Դողյա մաբել։ Հա, դողյա մաբել։ Չեմ կարում բացել։ Նվարդ համով էր մամայի սարքած աճարականը։ Հա, շատ։ Բավանը վատը չի գա պիսին։ Յո։ Ողերս մի հատ պետք է երևի թարմացնի։ Точно, venir et moi je vais venir. Արդեն տեսքից ընկել է շատ։ Je vais venir, je t'ai dit. Համու վատավ։ Ծիրանը։ Հա? Հա։ Հավանեցիր։ Մի քիչ։ Վայ, ո՞նց մի քիչ։ Ես այդքան ասում եմ շատ համով է, դու ասում ես մի քիչ։ Այդ նայքիշ մսուտ է։ Եկի հələ տես մաման ինչ է սարքել։ Մատը։ Դավիթը շատ աղջիկում ժելե։ Մատը։ Մատիկը։ Սենց ֆորմա ունեի սիլիկոնից, սպաս մի հատ սենց Լվարդ։ տեղափոխենք։ Մի րոպե, տեղափոխենք։ Ստեղ, օպ։ Տեսնենք ճիշտ է հելնում սիլիկոնից։ Չանում է սրտիկները։ Չէ, վաու։ Տով։ Պատրաստես, տեսնես ինչ կա ստեղ։ Օպլա։ Հրնայ։ Էսի սիրուն եղավ, մի հատ նայք հլը։ Regarde. Ուզում եմ վեկարեմ ուտեմ։ Տասի, պիտի կտրենք։ Այս ապսեի մեջ չերևում։ Սրտիկները մի րոպե տեղափոխենք։ Ստեղ։ Հա, ստեղ ավելի լավ երևում։ Սրտիկներ ասենց մի հատ նայք ինչ սիրուն է։ Բեատ տանակ դուր կտրենք։ Ոնց որ ռեզին կոնֆետ լինի։ Տանակ, ուշադիր։ Մեր կտրենք տեսնենք հանը ոնց է։ Դրանով էսի լավ չի կտրում։ Լավ պաս փորձենք։ Այսենց սրտիկը հանեմ։ Նվարդ այն օրը հարևանին գիտես ինչեր էր ուղարկի, այսինքն տեսար։ Վեկարեմ Վերցրա, սրտիկն է, նայ, հələ դուր ցույց տանք։ Այսպես պահի։ Ուй, իսի ծիրու սրտիկա։ Հələ նույնիսկ լավ ծիկ ա եղել։ Կծիտես համովա։ Համովա։ Հա, այսօր ինչքան համով բաներ են ուտում երեխեք։ Ամենահամեղը ծիրանն է, բայց ամեն դեպքում, համովա, չէ։ Հələ բանալ ժելեի, նայեք ինչ լավ ժելե եմ սարքել։ Այդեմ կանեստեմ։ Ծավիթն է պակաս չի մնում։ Շատ համեղ է։ Այս սաղ սրտիկները կուտեմ։ Սաղ սրտիկները Դավիթը ուզում է ուտի։ Հավանեց։ Մաժնցած թոբում։ Մեջը հատապտողներ կարելի է լցնել, բայց ես հենց սիրում եմ այսպես։ Առանց հատապտողների։ Մեջ բուն։ Նվարդ կեր թե չա։ Ես ու Դե Դավիթ ես ամբողջը կուտենք։ C'est tout. Ընդհանրապես շատ համեղ է ստացվել։ Je veux le cœur là. Allez, mange celui-là, tu vois.
Yandık silişiri. Դու հավանեցիր։ Հա։ Լավ։ Papa. Առավոտն եմ, արի, առավոտյան արեցի։ Մինչև երեկո սենց լավ սառել է։ Ու շատ սիրուն է։ Դավիթ, էդ չես դες մտածելով ուտում։ Ոյ ուտում են թուշիկները։ Վերջ, էքոլ չկա արդեն, արձակուրդների մեջ է Դավիթը։ Մինչև սեպտեմբեր։ Հա, վաղը գնում է պիսին։ Լողավազա։ Բա։ Շատ լավ էր ստացվել։ Այս ֆորման, սենց սրտիկներով, Est-ce que t'as pas mangé? տեմից էի պատվիրը։ Mais je rigole, sale gosse, mais prochaine fois tu manges. Բա։ Կոֆեի ժամն է եկել։ Համեղ կերանք, հավաքեցինք, մի հատ է սուրճ խմեմ ու օրը կվերջանա։ Այս վերջերս ոնց որ սովորություն է եղել, հաց ուտելուց հետո, պատմություններս հանեմ, հաց ուտելուց հետո այս երեկոյան ժամերին սենց խավեսով ուզում եմ մի հատ սուրճ խմել։ Դավիթի ասաց նստեմ դիվանիս, հենց էքոլից բերում եմ, ասում եմ ուզում եմ գնամ նստեմ դիվանիս, սպարկեմ։ Մի հատ ցույց տամ ինչ փոփոխություններ եմ արել այստեղ։ Հիշում եք հատակին ինչ կար, արհեստական խոտերը հանել ենք, որովհետև արդեն ահավոր փոշոտվել էր, ամեն անգամ պիլասոս էի անում, սենց բարձրացնում էի, որ լվանայի, հետո արդեն էլ ճար չկար, շատ էր փոշոտվել, էլ չէի ուզում այդքան չարչարվեի, լվանայի, կարնի հետ որոշեցինք հանենք ու սենց թողնենք։ Բադ չի, հա, նայեք, այսպես, սենց։ Սրանք լվացել եմ, սենց թողել եմ չորացելա, որ սիրուն դնենք, որ այս խոտերը հանեցինք, կարողացանք ամբողջ բալկոնը լավ լվանալ, այս սեղան աթոռներն էլ լավ լվացել եմ, հիմա ավելի հեշտ կլինի մաքրելը, հենց որ փոշոտվի, ունենք կարշեր, սենց ջուրը բացում եմ, սենց լավ լվանում է, հովանում է, ավելի հեշտ է խնամելը, քան ասենք այդ արհեստական խոտը, ճիշտ է գեղեցիկ է շատ, բայց խնամքը շատ դժվար էր խնամելը։ Բազմոցների այս փափուկ գուբկաների վրայի չխորները հանել եմ, լվացել եմ, մնում է նորից դնենք ու հանգիստ նստենք։ Շատ էր կեղտոտվել, փոշոտվել։ Տենց մի խոսքով բավականին գործ ենք արել, մեր պատշգամբը լավ մաքրել ենք, ուй, Դավիթի լողավազանն է։ Ասացի գնամ նստեմ դիվանին, բայց այստեղ ոնց որ ավելի լավ է։ Արևա տաքացնում է։ Այն օրը ակցիոնից Դավիթին այսպիսի պիստոլ էին կարել, ջուրը լցնում ես ու ավտոմատ սենց սխնում ես, ինքը ջուր է անում։ Ոյ, մեջը ջուր կար։ Մի լավ ուրախացավ, էլի։ Երեխային ինչա պետք, ինչ-որ մի նոր խաղալիք, այդ 5 րոպեն ուրախանում է, հետո մոռանում է, սենց գցում է ու գնում է։ Վահեն ու Կարենը գնացել են եկեղեցի, եկեղեցում ամիսը մեկ անգամ, եթե չեմ սխալվում, ուրբաթ օրերը պոեզիայի ժամը գնացել են մասնակցելու։ Վարդիկն էլ Դավիթի հետ է զբաղվում, իսկ ես սենց հանգիստ։ Դե ես իմ սուրճը վայելեմ ու հանգստությունը ձեզ այստեղ ասեմ պակա-պակա։ Շնորհակալ եմ դիտելու համար, լայքելու համար, բաժանորդագրվելու համար, ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, մի խոսքով բոլորից շատ սիրում ենք, լավ եղեք, առողջ եղեք, մինչ հանդիպում։ Պակա։